Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի ընթացքում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, ֆիլմերից, համակարգչային խաղերից, սեղանի խաղերից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիքերին, եւ այսօրվա մեր հյուրն է արվեստաբան Արթուր Աթայանը, արվեստաբան եւ երաժիշտ Արթուր Աթայանը, ու որոշել ենք այսօր խոսենք քաղաքային ֆենտեզիի մասին, ինքը լրիվ առանձին ենթաժանր է ֆենտեզիի, մի քանի բառ նախ Հայաստանում իրականացվող ինչ-որ նախաձեռնության մասին, Արմքոն նախաձեռնությունը, որը մրցույթներ է անցկացնում, գրական մրցույթներ է անցկացնում գիտական ֆանտաստիկայի ֆենտեզի ժանրերում, նոր մրցույթ է սկսել հենց քաղաքային ֆենտեզի ժանրում, որը կոչվել է Քաղաք, պատմվածքների մրցույթը, որոնց արդյունքներով գիրք է տպագրվելու ու այ հետաքրքիր է նաև այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են մասնակցել մրցույթին, քաղաքային ֆենտեզին, դու որպես արվեստաբան ավելի լավ կիմանաս, ոնց ձևակերպենք, ոնց առանձնացնենք ընդհանրապես ֆենտեզիի ամբողջ զանգվածից հենց քաղաքային ֆենտեզին։ Միանգամից տենց լուրջ բանի մեջ մտանք։ Քաղաքային ֆենտեզին, դե առաջինը անվան մեջ հուշում է, որ իր ուրեմն setting-ը, այսինքն աշխարհը պիտի հիմնական գործողության վայրը պիտի լինի քաղաքը, ու նաև քաղաքի ոնց որ մշակույթը, կենցաղը, անցուդարձը ոնց որ շատ ուղիղ կապված է այս ժանրի ոնց որ հիմքերում անկած։ Երկրորդը, որ քաղաքային ֆենտեզին կապված է մասշտաբներով քաղաքի հետ, այսինքն սա շատ կարևոր է, ինքը կարծես ոնց որ պիտի կապված լինի մեր կենցաղի, մեր առօրյայի հետ եւ ոչ ավել լինի, ոչ էլ այդպես ասած պակաս։ Եվ ուրեմն եթե մենք ունենք քաղաքը, քաղաքային մշակույթը, քաղաքային անցուդարձը, կենցաղ առօրյան, եւ երրորդ բանը, որ կարծում եմ շատ տարբերում է քաղաքային ֆենտեզին, դա իր նույնիսկ անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է գնում կոնկրետ հեղինակ, ավելի դեպի այսպես միստիկա, թե ավելի ընդհանրենք ավելի ինչ որ կախարդական մի բան, ինքը կարծես պիտի արտացոլի քաղաքում ապրող մարդու կյանքի երկրորդ կողմը, այսինքն ոնց որ կա մեր քաղաքը, կա մեր առօրյան, բայց ինքը ունի իր երկրորդ կողմը, թե ինչ ձև է դա ստանում, ի վերջո չգիտեմ, հա, սուպերհերոսների պատումներից սկսած, մինչև վամպիրների եւ այլն, այդ արդեն կոնկրետ ենթաուղղության հարց է։ Ես քաղաքային ֆենտեզին միշտ պատկերացնում եմ որպես քաղաքային, ավելի շատ քաղաքային լեգենդների իմաստով, Դա էլ է դա իհարկե, հա։ Որովհետև ասենք մենք որ փոքր երեխա էինք, Սևանում էինք ապրում, այնտեղ իր այդ Սևանը իր քաղաքային լեգենդներ ուներ, տեղայնացված, ասենք, չգիտեմ, այս տանը մի 50 տարի առաջ ինչ որ կին է մահացել ու հիմա իր ուրվականը այդտեղ պտտվում է կամ չգիտեմ ինչ որ սև ձեռքերի քաղաքային լեգենդ, Երևանում հիշում եմ գոյություններ բան, մետրոյում հսկայական առնետների մասին, որը երևի Մոսկվայից էր եկել այդ քաղաքային լեգենդը։ Այսինքն քաղաքային լեգենդը ինքը տեղայնացված բան է, չէ՞, ասենք յուրաքանչյուր քաղաքի համար կարան լինել իր լեգենդները։ Յուրաքանչյուր քաղաք իր լեգենդները ու դրա համար շատ քաղաքային ֆենտեզի ոնց որ տարբեր ուրեմն հեղինակների գործեր շատ տարբերվում են իրարից, որովհետև շատ կարևոր է վայրի ընտրությունը, կան ստերեոտիպային ասենք քաղաքներ, չէ՞, ասենք Պրագան, եթե Պրագա, ուրեմն տենց պետք է անպայման մռայլ միստիկա լինի, որովհետև քաղաքը ընդհանուր տենց շատ ճարտարապետությունը շատ էսպես վեհ եւ նեոգոթական ճարտարապետություն է այլն եւ տրամաբանական է որ կարծես այն ինչ որ այդտեղ պիտի տեղի ունենա պիտի լինի ուրեմն այդպես Մոսկվայի քաղաքային ֆենտեզին ասենք Նաժնե դազորները այդ բոլոր գրքերը իրանք ուրեմն այդ Մոսկվայի մշակույթի հետ են շատ ուժեղ կապված մյուս հայտնի ուրեմն ցիկլերը ուրիշ քաղաքների հետ եւ այստեղ ինչ շատ հետաքրքիր է իրականում թե ինչ կլինի Երևանում որտեղ Երևանը Իսկ դու ընդհանրապես Երևանի կամ ցանկացած վայրի մասին գրելու համար դու պետք է անհրաժեշտ շատ լավ իմանաս, բայց կարողանաս որոշակի դիստանցիա վերցնել, որ քո համել անձնական վերաբերմունքը այսպես առօրեական կենցաղային չխանգարի քեզ։ Հիմա Երևանը վերածել ֆենտեզի լոկացիայի, դա շատ տենց լուրջ ու հետաքրքիր մարտահրավեր է, որովհետև Երևանը չունի այն պատմական շերտը,
որը օրինակ ունի Պրագան, այսինքն ինքը չունի այդ ասոցիատիվ ձևով այդ լեգենդների, դիցաբանության կամ բանի հետ կապվող տենց մի հատ շերտ, որը մեր ամենօրյա բանը լիներ, հա։ Հին քաղաքը շատ փոքր է, այսինքն համարյա գոյություն չունի, մի քանի շենքի չափով է պահպանված այն ինչ որ 20-րդ դարից վաղ, այսինքն այդ ամեն ինչ շատ նոր է եւ հետեւաբար պետքա փորձել այդ նորի, գուցե այդ Երևանյան ժառանգության մեջից հանել։ Իմ կարծիքով շատ հաջող է դա արել ժամանակին Նիլ Գեյմանը։ Ամերիկյան աստվածները, որ շատ մոտ է քաղաքային ֆենտեզի տրամաբանությանը, այսինքն ինքը շատ հենց խոսում է քաղաքային եւ նաեւ նոր ու հին ժամանակների այս բախման մասին, այդտեղ եթե հիշում ես բաները կան, չէ՞, նոր տեխնոլոգիաների աստվածները եւ այլն, հա, գուցե Երևանում պիտի լինի այդպես մի բան էլի, ինչ որ մի սյուժե, ինչ որ էակներ, ինչ որ զարգացումներ, որոնք կապված կլինեն Երևանի պատմության հետ։ Մենք Ֆրունզի հետ որ խոսում ենք, ճիշտ ասած, այդ կոնկրետ այդ մրցույթը մենակ Երևանին չի վերաբերվում, կարա լինի Հայաստանի ցանկացած քաղաք։ Մենք մտածում ենք, որ եթե հեղինակը, որ լուրջորեն մասնակցում է տվյալ մրցույթին, ես որ կնես պատկերացրու Գյումրու վամպիրների, շատ հետաքրքիր Գյումրին տրամադրում, ու տենց Գյումրվա Սիսիանի սուկուբները։ Այ հետաքրքիր հենց դա որ գավառի լրջորեն քաղաքային ֆենտեզի ստեղծագործողը մենք ամեն դեպս տենց էինք մտածում, պետքա նաև զբաղվի բանը հավաքությամբ, այսինքն գնա տվյալ բնակավայր, տեղի բնակիչների հետ խոսի, հասկանա տեղում ինչ հետաքրքիր լեգենդներ կան ու դրանց հիման վրա կառուցի իր պատմությունը։ Ինչ ես կարծում, որն ավելի ճիշտ ինքը նստի զրոյից հորինի ինչ որ բան, ու Սիսիանի երկուսն էլ լրիվ լավ մոտեցում է, եթե դու կարաս լրիվ էքստրավագանտ մի հատ բան բռնես, մտցնես, ասենք, հա, Գյումրու վամպիրների ասոցիացիայի կամ գավառի վերվոլֆները շատ հա, իդեպ հա, բայց համել կարաս բան անես, գնաս ու տեղական այդ ուղղակի բարդ ճանապարհն է, եթե գնաս տեղական քաղաքային լեգենդներից մեկը վերցնես, զարգացնես, սարքես ֆենտեզի պատմվածք, դա բավականին լուրջ գործ է ընդհանրում ու շատ հավես կլինի իհարկե։ Օրինակ Սևանում նույն քանի որ վերվոլֆերին ասացիր, էլի մանկությունից հիշեմ, մենք որ հավաքվում էինք, մեր տարիքով մեծերը ինչ որ վախենալու պատմություն էին երեկոները պատմում, որ մեզ վախացնեին ու պատմում էր ինչ որ մեկը Գյորնափշտիկի մասին։ Ընդ որում ես ոնց հասկանում եմ Գյորնափշտիկը դա ինչ որ զոմբին է, չէ՞։ Դե հա, էլի տենց կամ ուրվականը, կամ բանը։ Բայց ինքը ուրիշ բան, ինքը ուղղակի այդ բառն էր օգտագործում ու պատմում էր, որ ինքը իր աշկերով տեսել է, թե իրանց գյուղում իր պապը ոնց է Գյորնափշտիկ բռնել։ Հա։ Ու այդ Գյորնափշտիկը ինչ որ մարդկային մարմին ուներ ու գայլի գլուխ։ Վաու։ Ու գոմ կապել է դրան, տենց այդ տիպի էլի, ու մենք իրոք հավատում էինք։ Շատ հավես է։ Դա վերվոլֆերի թեմայով։ Սևանի Գյորնափշտիկ։ Հա, Սևանի, կարա շատ հետաքրքիր պատմված կլինի։ Հա, լավ իդեաներ են։ Դու երևի կհիշես, մենք ժամանակին նախագիծ էինք մտածել, որը տենց է չավարտվեց ցավոք, հենց Երևանում, հենց կոնկրետ Երևանում քաղաքային լեգենդների վրա հիմնված գրքի։ Որ տարբեր հեղինակներ, տարբեր պատմություններ էին պատմելու ու վերջում դրանք ինչ որ ընդհանուր մի բանի էին գալու։ Ինձ թվում է Երևանի քաղաքային լեգենդները վերացել են։ Ես հիմա որ ասում ես ինչ որ բաներ հիշում եմ։ Ես էլ եմ հիշում Սարյանի վրայի շենքը, բան միջուկային փորձարկումների պատճառով ռադիացիա բան եղել, դրա համար այնտեղ ոչ մեկ չկա, որտեվ ինչա թե ինչ-որ ֆիզիկա ինստիտուտին է, չէ, պատխաներ մի շրջանում, ուրեմն բան է։ Բայց էլ լուրջ համարյա բան չեմ հիշում։ Հիշում եմ մի երկու տենց բան, բայց ավելի շատ էսպես քաղաքային խոսակցություններ, ինչ որ կոնկրետ, ասենք, չգիտեմ, մարդու մասին, որ ինքը sense բան ա եղել, դրա համար ասենք անտուն մարդա, որը sense նախապատմություն ունի, բայց քաղաքային լեգենդ էլ ինչ ունենք Երևանյան։ Ես համարյա չեմ հիշում։ Վերջիններից Մանումենտի սերիական մարդասպանն էր։ Վաու։ Դա մի հատ լեգենդ կար, որ Մանումենտում սերիական մարդասպան ա ֆորֆորում։ Հա, օքեյ։ Դե ես հիշում եմ բանի, մեր դպրոցական ժամանակ սատանայական զոհաբերությունների բան կար, բարբերաբար վերադառնում էր, որ Haman Երևանում բարբերաբար ռիտուալային իսական սպանություններ են լինում, էլի բնական առանց, այսինքն սպանություններ ըստ երևույթին չէր լինում, բայց տենց բաներ էլի, որ տենց
Եկե դե մշտականը որ երեխեք են գողանում մեծ քանակով ամենտեղից։ Բանը հավաքություն է, այստեղ կարևոր է, որովհետև եթե մենք չգիտենք կամ չենք հիշում, չի նշանակում, չէ՞, որ չկա։ Եթե ես լուրջ տրամադրված լինեի ստեղծագործել այդ ժանրում ու լուրջ ինչ որ արդյունք տայի, ես կգնայի ինչ որ մի հատ գյուղ ու տերի հին մարդկանցից լավ հիշեցի Երևանյան, բայց էլի այդ ոնց որ լեգենդի ու կոնսպիրոլոգիայի արանքն է, բայց ահագին մտածելու տեղ է տալի ու լավ սյուժե կարելի է գրել հաղթանակի մոստի տակ, հաղթանակի կամուրջի տակի անհայտ ցակման մետաղի կոթողի մասին լսել ես։ Հա, շատ հրաշալի բան է, որ բան են արել, հասել են ինչ որ մետաղ եղել, որ տենց չեն նույնիսկ չեն կարացել կոտրեն ու ստիպված տենց լցրել են նորից, այլ մոլորակայինների ցակման մետաղը, որից նաև ինչ որ չգիտես ոնց մեր նախնիները սարքել են, չգիտեմ ինչ կարճ ասած, մեծ շատ հետաքրքիր լեգենդ։ Մի հատ էլ հետագայի քաղաքային լեգենդ նոտարի շենքը գիտես, չէ՞։ Բանի Ռասիայի կողքը նոտարի շենքի տանիքին առանձին քաղաք գոյություն ունի, գիտես։ Հա։ Տանիքին տներ են կառուցել։ Թաղամաս է, էլի ամբողջական սեփական տների թաղամասը։ Ու մենք էլի տենց սիրողական մակարդակի պատմվածների տենց խաղը մրցույթատիպ բան էին կարել նոտարի շենքի մասին, որ ապագայի Երևանն է, մի 200 տարի հետո ինչ որ պոստապոկալիպտիկ վիճակ է, ու ոնց որ քաղաքը ինքը ինչ որ զոմբիների կամ ինչ որ արարածների տիրապետության տակ է ու առանձին շենքեր ոնց որ առանձին ամրոցներ են կամ առանձին քաղաք պետություններ են։ Ինչպես հիշել տենց բան։ Ու նոտարի շենք ինքը ոնց որ երկու մասից է բաղկացած։ Այդ վերևի բնակիչները ոնց որ տեղ արքաներն են ու ներքևի բնակիչները, շենքի բնակիչներն ու վերևի բնակիչները պարբերաբար բան են, ռեյդեր են անցկացնում դեպի ներքև, թալանում են, բան մարդկանց են գողանում եւ այլն։ Առաջին քաղաքային ֆենտեզին որն է եղել։ Առաջին երևի քաղաքի առաջացման հետ մեկտեղ։ Չէ, քոնը։ Իմը, հա, ես կարդալու իմաստով կամ նայելու կամ առաջին դժվար է ասել, բայց ամենաշատը ինձ տպավորել է Dresden Files-ը։ Հա։ Ինքը Չիկագոյի քաղաքային ֆենտեզի է, որովհետև դրսախ Չիկագոյում համարյա տեղի ունենում 17 վեպ, 17 գիրք։ Հա, եկող տարի է, չէ՞, հաջորդը։ Հա, հաջորդը եկող տարի։ Ինքը կլասիկ դասական քաղաքային ֆենտեզի օրինակ է, որ ոչ մի ավելորդ բան չկա, էլի, հենց քաղաքի կյանքն է։ Հավես է, իմ մոտ բանն էր, Harry Buffy The Vampire Slayer։ Հա, ինքն էլ է։ Սերիալը, որը Շանթովային ցույց տալիս է, թե հիշում ես, այդ առաջին ոնց որ առնչություններ, որ այտենց այդ քաղաքի ուրիշ լինելը, քաղաքի ուրիշ կողմ ունենալը, քաղաքի մյուս կողմը ու որ այդ չգիտեմ, հա, որ կան մարդիկ, որոնք կարողանում են այդ երկու կողմերը տեսնել ու բան անել։ Ու երկրորդը արդեն որ գիտակցաբար տենց մեջն եմ մտել, եղել է Լուկյանենկոյի բաները, էլի, Նաշնալ դազորը, որը իրականում ես շատ էի սիրում։ Ես նույնիսկ մի քանի տարի առաջ վերակարդացի, ինքը իհարկե որոշ թուլություններ ունի հենց որպես գրականություն, ինքը շատ տենց ուժեղ տեքստ չի կամ որոշ տենց 2000-ականներին բնորոշ այդ բանը ունի, էլի, ու 90-ականների 2000 նայվություն որոշակի ունի, էլի, տենց ասենք որ այդ գլխավոր հերոսը անդադ փլեյերով երգեր է լսում ու ամենտեղ այդ երգերի տեքստերն են, բայց համել հավես ինչ որ տենց ռուսական իրականության հետ կապա, բայց ինքն շատ տպավորել էր։ Ես հետո հիշում եմ որ ֆիլմերը դուրս եկան, ես տենց մի տեսակ տխրել էի, որտեղ ֆիլմերը ոնց որ վատը չէին այն ժամանակվա համար, բայց համել կապ չունեին գրքի հետ, բան մտնոլորտի տագնապային ու sense հետաքրքիր մտնոլորտի հետ։ Բաներ ինքը ուժեղ էր, կարդացել ես դու։ Չէ, գրքերը չեմ կարդացել, ֆիլմերն եմ նայել ու ինձ դուր է եկել։ Հա, գիրքը շատ ավելի լավ մշակված բան ունի, տրամաբանական պատմություն ունի, ինչի են իրանք տենց բաժանված երկու կողմի վրա, ոնց է ստացվում, ոնց է այդ մագիայի բանի սումբը, կիսաղ այդ բաները ոնց են աշխատում։ Ու այդ շատ հավես է, որովհետև գիրքը կարդալուց, օրինակ ֆիլմը նայելուց դու լիքը բան տենց չես ջոկում, ինչի sense եղավ։ Իսկ գրքում շատ լավ հիմնավորած բացատրած է։ Ինձ թվում է Բեկմանբետովը նկարել է զուտ այն մարդկանց համար, ովքեր կարդացել են գրքը։ Հա, ու մի քիչ վրայից Իրանն ավելացրել, փիլիսոփայական ինչ որ sense, ենթատեքստ ավելացրել, որ Լուկյանենկոյի մոտ լրիվ ուրիշ կողմ է։ Այ հենց քաղաքային ֆենտեզի հետաքրքիր հենց այդ է, դու եթե կառուցում ես քաղաքային ֆենտեզի, կառուցում ես այդ քաղաքային միջավայրը, դու նաև պետք է կառուցես իր տրամաբանությունը։ Զուտ չգրես որ
չգիտեմ, Դիլիջանում Լոխնեսյան հրեշը ջրից դուրս եկավ։ Դու պետք է դա կարծես։ Դիլիջան Նեսյան։ Ինձ համար իհարկե նաև նույնը բանում է լինում, նույնը հենց Նաչնոյ դազողում է լինում։ Իմիջիալոց համարյա բոլոր քաղաքային ֆենտեզիներում այս խնդիրը կա, որ իրանք ինչ որ մի կետից սկսած հեղինակները կարծեմ մի անգամ էլ խոսել ենք դրա մասին։ Իրանք չեն տեղավորվում իրանց բանի մեջ, կարծեմ նա անցած ոդքասթում նույնիսկ խոսացած լինենք։ Իրենց սահմանների մեջ դրանց սկսում են չտեղավորվել, մասշտաբը մեծանալ, անցքունը մեծանալ ու դրա պատճառով մենք ունենում ենք մի հատ իրավիճակ, որոնց ժանրերի խառնում է տեղի ունենում։ Օրինակ, չգիտեմ, հա, նույն Dresden Files-ում, երևի 10 քանիորդ գրքից հետո ինքը արդեն մտնում է եւ դիցաբանություն եւ ավելի sense կոսմիկ մասշտաբ, չգիտեմ, եւ այլն, հա, աշխարհների միջև ճամփորդություններ, չգիտեմ ինչեր եւ այլն։ Դե ճամփորդությունները սկզբի գրքերում էլ նենց կան, որ ասենք ինչ որ գնում է այդ ֆեյրիների աշխարհ եւ այլն, բայց հա, հետո հետագա գրքերում ավելի է դա շատանում, հետո ինչ որ գնում են հարավային Ամերիկայում ինչ որ տիսական դաշտներ եւ այլն եւ այլն։ Ես կարդացի միջև վերջ, բայց օրինակ վերջում ինձ մոտ այդտենց ստաբիլ տպավորություն էր, որ էլի ոնց որ ինքը չտեղավորվեց, սկսեց մասշտաբը մեծացնել, հենց մասշտաբը սկսում է մեծացնել այդ առաջի գրքերի համոհոտը, որտեղ ինքը դետեկտիվ է ու գործեր է բացահայտում։ Դա կորում է։ Այդ գիտես խնդիրը ինչու՞։ Ու նույնը իմիջիալոց կներես Լուկյանենկոյի մոտա, լրիվ նույնը նույնիսկ այդ բանը Buffy սերիալում, վերջում բանա չէ, աշխարհի վերջը պետք է գա, իրանք փրկում են աշխարհը, տենց Պատճառը գիտես որն է, երբ որ դու ստեղծում ես հորիզոնական ուղղահայաց ստեղծագործություն, երբ որ ամեն մի գիրքը մի բանի մասին է, չկա կենտրոնական միֆոլոգիա ու դու ազատ ես ամեն գրքում նոր պատմություն պատմելու։ Այդ դեպքում այդ խնդիրը չի առաջանում։ Բայց երբ որ դու ունես կենտրոնական հորիզոնական միֆոլոգիա, որը պետք է անցնի գրքից գիրք, ինչ որ պահի պետք է ինքը ինչ որ բան տեղի ունենա, X-Files-ն էլ է, չէ՞, քաղաքային ֆենտեզի։ Ինքը ինչ որ պահի դարձավ, չգիտեմ, ինչ որ համատիեզերական, այո, այլմոլորակայինների դեմ պայքարի ինչ որ։ Հա։ Դա չգիտեմ, ես մինչև հիմա օրինակ ինձ համար հարց է, արդյոք ես այդ երևույթի հետ հաշտեմ, թե չէ, այսինքն արդյոք ինձ դուր է գալիս, որ այդ առաջի, որտեղ որ դու վերցնում ես այդ մոգությունը փոքր մասշտաբի, այդ ու շատ կախարդական բան է, էլի, որ դետեկտիվը, որը բացահայտում է, ասենք, հերթական գործ, սերիան, որը առանձին փոքր պատմություն է ինքն իր մեջ, իսկ հետո դու ասենք մի քիչ նայում ես, ու ինչ-որ ժամանակ հետո կամ կարդում ես, ու սկսում ես արդեն, օ, մոռացա, այս պերսոնաժին, չգիտեմ, 6 գիրք առաջ ես մեկ է հանդիպել, մեկ է պարզվում ինքը կարևոր էր, բան է։ Ես քանի որ Dresden Files-ը իրար հետևից եմ կարդացել մի անգամ մոտավորապես մի ամսվա ընթացքում։ Ես մի քանի ամսվա, բայց իրար հետևից ուղղակի կարդացել։ Հա, բայց խնդիրը ոնց որ այդքան չի առաջացել, ոնց որ սահուն հիշում ես ամեն ինչը, բայց հա պատկերացնում եմ մարդ կարող է տարիների կտրվածքով կարդացած չեն, հետո պետք է վերհիշես կերպարնով էր։ Բայց ինքը երևի իմ համար լավագույն օրինակներից է քաղաքային ֆենտեզի։ Եվ ինձ թվում է նաև այնա, որ իր որպես գրականություն ինքը ուղղակի որպես fiction է դիրքավորում, շատ մեծ պրետենզիա չունի, ու այդ ոնց որ շատ լավ է, էլի, այսինքն հեղինակը ոնց որ ուղիղ է քո հետ խոսում, էլի, դու չես վերցնում իրան ու տենց ինչ որ փիլիսոփայական պրետենզիայով ինչ որ բաներ կարդում, որը տենց միշտ չի որ լավ է ստացվում։ Ամեն դեպքում ես կարծում եմ որ Հայաստանում հիմա քաղաքային ֆենտեզիի համար ահագին մեծ բաներ կան, ռեսուրսներ կան, մենակ պետքա որոնես գտնես։ Կա կարծիք, որ քաղաքային ֆենտեզին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ քիչ-քիչ անհետանում է, ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև քաղաքային ֆենտեզին ինքը ավելի շատ հարմարվում է իրավիճակին։ Հիմա կարաս գրես քաղաքային ֆենտեզի, չգիտեմ, մարդասպան դրոնների մասին, որոնք տունը մարդիկ առել են այդ դրոնները պահում են տունը։ Ներառես, արդյունքում այն ինչ որ կա քաղաքում կարող ես ներառել։ Այդ իմաստով օրինակ դիցաբանական ֆենտեզին, այդ բարձր ֆենտեզի կոչվածը, ինքը իրականում ճգնաժամի մեջ է, այսինքն համարյա լավ գրքեր դուրս չեն գալիս, որովհետև ժանրը իրան սպառել է։ Դե որ Ռոթֆասը երրորդ գիրքը չգրի, պետք է տալնի, ինչ ասենք։ Դե հա, ու ինքը վերջինն է, որ տենց ասում են, որ լավն է։ Շատ լավն է, հա։ Ես տենց մի երկու անգամ սկսել եմ, գիտես, խոստացել եմ քեզ, երրորդ անգամն էլ կսկսեմ ու կկարդամ, բայց ես գում եմ, որ այդ ժանրը իրան սպառել է։ Քաղաքայինը ինձ մոտ դեռ ունի ասելիք, բացի դրանից քաղաքայինը, այսինքն կան անվերջ քանակի հետաքրքիր համատեքստեր։
լիքը քաղաքներ, որտեղ կարաս հետաքրքիր պատմություններ հյուսես, կարդա, բանանես, ու ինչն է ինձ համար շատ կարևոր, քաղաքային ֆենտեզին ի տարբերություն բարձր ֆենտեզիի կամ դիցաբանական ինչ որ այսպես մոտիվների, ազգագրական մոտիվների եւ այլն, ինքը քեզ թույլ է տալիս ստեղծագործել առանց պաթոսի ու այդ բարձր պրետենզիայի, որ դու անպայման պետք է ինչ որ մի հատ տենց հսկա մասշտաբ եւ կատարսիսի հասցնող ինչ որ մի բան գնես։ Այսինքն այս մրցույթը դիզայնից ավելի ճկուն կարող լինի ու ավելի։ Ես տենց եմ դիտարկում, այո, որովհետեւ դիզայնում այդ խնդիրը ի վերջո կար, մի քիչ տենց թեմայի շեղվում ենք, բայց նախորդ մրցույթի փաստորեն պատմվածքներից գալի մասը ուներ ի սկզբանե թեմայով պարտադրված որոշակի պաթոս, որոշակի այսպես բան, որտեվ մենք իսկապես չունենք բան մեխանիզմներ, բանալիներ հարաբերվելու մեր այդ ուրեմն նախաքրիստոնեական շերտի մշակույթի մնացորդների հետ, այդ շատ դժվար, իսկապես ահավոր մեծ մարտահրավեր է, իսկ քաղաքայինը կարծես մեզ ավելի մոտ է։ Ես տենց հիահույս եմ, որ լավ կլինի։ Ու քաղաքայինը շատ ավելի լայն հնարավորություններ է տալի կրեատիվի համար։ Հա, դու կարաս ուղղակի հումոր գրես։ Հա, այ ինքը էլի 100%-ով կաշխատի։ Դու կարաս գրես հումորի ու հորորի խառնուրդ։ Դու կարաս հենց նոր մտքովս անցավ Ամասյան էր, չէ՞, Հայաստանի ամենասառը ցուրտ տեղը, որտեղ ձմեռը ահավոր սառնամանիք է։ Ու պատկերացրա, ասենք, ինչ որ քաղաքային ֆենտեզի գրում հունվարի կեսերին Ամասիայի վրա վամպիրների թիմը հարձակում։ Այն բանը, դրից է նոյչի ֆիլմը երևի տեսես։ Դրա ու վրացի վամպիրների թիմը։ Դա մոտիկ է, էլի սա։ Վրացի վամպիր։ Երևանից չեն կարող օգնություն ուղարկեն։ Այսինքն ամեն քաղաք Հայաստանում, ամեն բնակավայր կարա ինչ որ ունիկալ պատմության հիմք դառնա։ Հա, կամ parzi բան, չէ, ասենք խուստուփի վրա բաներ են, վերոկներ են ապրում, գայս են կապան խամը ռեստորանելու։ Հնարավոր է, այդտեղ կա, հա։ Բայց բանահավաքությունը նաև կնպաստի մշակութային շերտերը վերանելուն։ Մի բան է, երբ որ դու ինքդ հորինում ես 0-ից ինչ որ նոր բան ես պատմում, ուրիշ բան է, որ եղածը, որը ոչ մեկին հայտնի չի, դու վեր ես անում, էլի, ոնց որ ավելի հարստացնում ես մշակույթը նաև եղածով։ Հա, ուղղակի բանահավաքությունը մարտահրավեր է։ Դժվար է, հա։ Շատ դժվար գործ է, այսինքն դու պիտի շատ ֆունդամենտալ լուրջ մոտեցում ցուցաբերես, այդ ոնց որ հետևողական հետազոտություն անցկացնես, ու հետո այդ հետազոտության մեջից կարողանաս գտնել այդ նյութը, որ հետ աշխատես։ Այդ իմաստով հեշտ ճանապարհն է, որ դու ադապտացնես որևէ հայտնի ոնց որ սխեմա, թող լինի Երևանյան սուպերհերոսը, ասենք ինչ որ։ Օրինակ ես մտածում եմ, որ կարա լավ պատմություն լինի Հայաստանի ու Կամբոջայի միջև պատերազմ։ Ընդ որում ինքը պատերազմա էքստրասենսորի պատերազմ։ Այդ էքստրասենսոր պատերազմա տորսիոնային դաշտերը պտտելով բան Հայաստանում։ Ես բան կգրեի, ասենք, բան սուպեր զավիկ ինչ որ, ասենք, բան բանի մասին, գիշերային վրիժառու, որը տենց Պուճու ժամանակ օրինակ Գոր Վարդանյանի ֆիլմերն ալել ու բանա հիմա որոշել է որ պիտի պայքարի ու մի օր բարձրանում որ ինքը սուպեր ունակություններ ունի կամ Զավիկի ռարսը փակելուց հետո դե դա էլի ծորի կարակ փակում են ու սկսում է վրեժի բան ասենք այնտեղ Իսպանիայում բանում Զորրոն է մեր մոտ է Զավիկը զեյով Բայց կասոցացվի նաև ռուսականը Z-ի հետ էլի այդ։ Չէ, լավ, չէ, դեպքում ինչ որ ուրիշ են, չ տարա, ասենք, լինի։ Չէ, ունենք, իրոք կարանք ու այդ մրցույթը ինձ թվում է այդ մրցույթը ահագին հետաքրքիր կլինի, չնայած էլ ինչ որ դեռ արդյունքները ամփոփելու ժամանակը չի, մինչև հունվար ահագին ժամանակ կա, բայց ինձ թվում է ահագին հետաքրքիր կլինի։ Բայց մինչև առաջին մրցույթն է, որ ես ինքս տենց մեծ գայթակղություն ունեմ նաև գրելու նախորդ մրցույթների ժամանակ նաև ինչ որ չափով մասնակցել եմ առաջինի կազմակերպչական թիմում էի, այս նորերից առաջինի ու այս մեկը ինձ մոտ տենց ցանկություն առաջացրեց թեկուզ եւ ինչ որ այդպես հայտնի ստերեոտիպային սյուժե, բայց փորձել կապել մեր իրականության հետ
Հա, ես զուտ բոլորին խորհուրդ կտամ անպայման մասնակցեն այդ մրցույթին։ Քաղաքային ֆենտեզին այն ժանրն է, որը Հայաստանում գրականության մեջ քիչ է օգտագործվում։ Ես մի հատ հիշեցի շատ հետաքրքիր բան Մոսկվայից էր դետի, գիտես այն ժամանակվա քաղաքային ֆենտեզին մենք իմանում էինք ոչ միայն ասենք դուրս ընկերների հետ երեխեքի մեծերի հետ շփումից, այլ բանից Speed Info կար այդ հերթ հիշում ես թե այդ Speed Info թերթից էինք իմանում։ Ես ֆորումներում էի գցած։ Այդ թերթում լուրջ դեմքով գրվում էր ինչ-որ իրադարձությունների մասին, որոնք հիմա որ կարդաս դրանք բացարձակ հորինված քաղաքային ֆենտեզի են, բայց նույնպես էր գրում, մենք կարդում հավատում էինք։ Ու մի հատը շատ ահավոր տպավորել էր ինձ Դումայի պուչի հիշում ես, չէ՞, Գոսդումայի։ Ու այդտեղ ինչ որ գրված էր, թե ոնց է սպեցնազը, ռուսական սպեցնազը կարողացել թունելներով հասնի այդ Դումայի շենքին, ասում է ուրեմն այդ Մոսկվայի մետրոյի թունելում հսկայական առնետներ էին, փղիչապ առնետներ էին ու սպեցնազը որ գնացել է այդ Դումայի շենքի տակ կանալիզացիայով մտնելու ոնց որ առնետները իրանց կերել են ու ինչ են որոշի անեն որ կարողանան մտնեն ասում են որ լաբորատորիա կար որտեղ ամուրյան վագրերի հատուկ տեսակ էին աճացնում մեծ ու սպեցնազը այդ վագրերին սկզբում ուղարկել է թունելով վագրերը առնետների հետ կռվել են սպանել են այդ առնետներին հետո ու նենց էր գրված որ դու իրոք կարդում ու հավատում ես մենք իրոք հավատում ենք որ դա տենց է ու ինքը ինչ հրաշալի քաղաքային ֆենտեզի նյութ է այո իմիջիայլոց քաղաքային ֆենտեզին մոտ բայց միաժամանակ ոչ ուղիղ կապված, որտեղ քաղաքային չի, մի քիչ սպეციფიკա որիշ է, բայց այդ բանն է, ստալկերի ու ընդհանրապես այդ օտարման զոնայի գաղափարն է։ Ստալկերն սկզբում քորին կարաս իրան։ Ինքը պոստապոկալիպտիկ է, այսինքն իր ժանրային իմաստով, ոնց որ այդ օտարման զոնան միշտ ինչ-որ պոստապոկալիպտիկ բանի է, բայց օրինակ ես տեսել եմ մարդ ու նույնիսկ ճանաչում եմ մարդ, որը գնացել է Պրիպյատ ու շրջել է այդտեղ ու շատ հետաքրքիր է, այսինքն այդտեղ կարաս շեշտը դնես այդ բաների վրա, պոստապոկալիպտիկ վիճակի վրա, իսկ կարաս շեշտը դնես օրինակ հենց օտարման զոնայի քաղաքի, բայց լքված քաղաքի ու ընդհանրապես այդ լքված քաղաքների թեման ահագին հետաքրքիր է։ Այդ իմաստով ստալկերը դու խաղի հետ ես, իսկ Ստրուգասկիների գիրքը հենց ինքը կարա շատ լավ քաղաքային ֆենտեզի։ Ինքը միջակայքում է, բայց ինքը նաև պոստապոկալիպտիկ բան ունի, էլի։ Այսինքն տենց ինքը մաքուր բան չի էլի, ինչ որ ապագայի մի քիչ նույնիսկ հակաուտոպիկ ինչ որ։ Հա, եկել են քեֆ են արել, գնացել են, իրենց հետևից բաներ են թողել ու քաղաքը դարել է ինչ որ մի հատ անհասկանալի միջավայր։ Հա, լավ գիրք արժի։ Վերակարտացած։ Երևի սրանով եզրափակենք, չնայած թեման ինքը շատ մեծ է, կարենք ժամերով խոսենք քաղաքային ֆենտեզի մասին։ Մեր առաջին թողարկմանը մենք մատանիների տիրակալից խոսացինք, ինձ թվում է պետք է նորից այս թեման բարձրացնենք, որովհետև արդեն Գոլումի Որսի թեմայով ահագին նոր update-ներ կան, մի հատ վերանայենք թեման, հասկանանք ինչ է կատարվում, ինչ են ուզում անեն։ Մեծ սիրով, երբ ասես։ Դրա համար հաջորդ թողարկմանը էլի նորից կվերադառնանք մատանիների տիրակալին։ Ապրես որ եկար։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։